Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկել Euro Motors, Multiston, Multiwellness ընկերությունների Օլիմպիավանի աշխատակիցները 6 օր է հարկադիր պարապուրդում են։ Մենք չգիտենք, հետագայում մեր Հայաստանի դրոշը մենք ոնց ենք բարձրացնելու եւ մեր դրոշը գետնով ենք տալու։ ԵՊՀ ռեկտորը շարունակում է աշխատանքից ազատման ծանուցագրեր ուղարկել իր թրիտակով անցնել չցանկացող դասախոսներին։ Մի ծանուցագիր էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է ստացել։ Իմ համար շատ հետաքրքիր է, թե իմ ժամերը ում են առաջարկելու։ Վստահ եմ ոչ իմ գործընկերոջը։ Որս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ազնիվ խոսք, պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք։ Փաշինյանի երթումներին չի հավատում քաղաքացին, հեռախոսների իմեյի կոդերի համակարգին դեմ են մարդիկ վստահ, որ պետության միակ նպատակը տոտալ վերահսկողությունն է։ Ինչ կապ ունի ինքը ժողովրդին անձնական կյանքի մեջ։ Այս կառավարության աշխատանքի մեջ լավ բան մը գա։ Հուլիսի 11-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկել Euro Motors, Multiston, Multiwellness ընկերությունների Օլիմպիավանի աշխատակիցները 6 օր է հարկադիր պարապուրդում են։ Euro Motors-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում ահազանգել է, տասնյակ մարդիկ չեն կարողանում BMW-ի սրահից վերցնել գնված մեքենաները։ Այնտեղ է նաեւ Չինաստանի դեսպանատան համար Հայաստան բերված ավտոմեքենան։ 150 աշխատակից գործ չունի Ժորժ ջան։ Multi-Wellness մարզասրահի 150 աշխատակից պարապուրդի է մատնված։ Ահազանգում են իրավապահների ներխուժումից հետո 6-րդ օրն է փակեն մարզասրահի դռները։ Մարզվել եւ բուժվել չեն կարողանում փաթեթներ գնած բազմաթիվ հաճախորդներ։ Բոլորը գրում են, անհանգստանում են, բազմաթիվ գումարներ են ներդրել, մարդիկ հարկադիր պարապուրդի են ենթարկվել, մեր սեփականատերը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ այսօր պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է իրենց աշխատատեղերից։ Իրավապահները Multi-Wellness-ի դռները կողպել են անորոշ ժամանակով։ Աշխատակիցները մտահոգված են, չգիտեն երբ կվերադառնան աշխատանքի։ 150 աշխատակիցներ այս պահին անգործ են մնացել։ Ամեն մեկս ունենք տուն, անչափահաս երեխաներ, վարկեր եւ այլն։ Հիմա մենք ստեղ էմոցիոնալ հավաք չի։ Փորձրել ենք մեր աշխատանքը, ինչ անենք լրագրողներ ջան։ Մեր պահանջը հետեւյալն է. տվեք մեր աշխատանքը, տվեք աշխատանքի հնարավորություն մենք աշխատենք։ Մնացած ներքին են մարմիններից ովքեր պատասխանատու են այս մասով։ Ովքեր պատասխանատու են։ Multi-Wellness-ի հաճախորդները չեն հասկանում ինչու պետք է իրենց երեխաները կրեն քաղաքական առճակատումների հետևանքները։ Ընդգծում են կենտրոնը միայն մարզասրահ չէ, առողջարան է բազմաթիվ երեխաների, մեծահասակների համար։ Դուք մեր շունչը փակում եք, չեք թողում մենք մարզվենք։ Ինչու համար ես այսօր 6 օր չեմ մարզվում, 4 կիլո ավելացել է իմ ստամոքսը պրոբլեմ ունի, ես ուզում եմ բուժվել։ Չգիտեմ, պատշաճ մարմինները տեղյակ են, որ սա մարզը առողջարարական ակումբ է եւ մենք ունենք բազում, համարյա թե կեսից շատ խնդիրով մարդիկ են, մենք ունենք խնդիրով երեխաներ, աուտիզմով տառապող, տարբեր հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներով տառապող երեխաներ, որոնց համար օդ ու ջրի նման պետք է այս ուրեմն ակումբը, մենք չգիտենք ինչ պատասխանենք։ Multi-Wellness-ի անձնակազմում շատ են Արցախից բռնի տեղահանվածները, մեծ մասն ապրում են վարձակալած բնակարաններում։ Պնդում են, եթե չվերադառնան աշխատանքի, չեն կարողանա վճարել բնակարանների վարձերը։ Մենք խնդրում ենք պարոն Փաշինյանին, որպեսզի բացի, ոչ թե խնդրար պահանջում ենք, թող մեր հիմնարկը բացի, մենք գանք աշխատենք։ Նիկոլ Փաշինյանին են դիմում նաև Euro Motors ընկերության 23 աշխատակիցները։ Երկուշաբթի օրվանից կպչուն ժապավեններով փակեն նաև այս ընկերության դռները։ 5 օր արդեն մենք գալանքի տակ ենք։ Բայց սա դեռ ամենավատը չէ։ Ընկերության տնօրենն ահազանգում է համակարգիչների, հեռախոսների, սերվերների առգրավումից հետո ընկերության բազմաթիվ պայմանագրեր չեն ստորագրվել, խափանվել են միջազգային մի շարք գործընկերների հետ բանակցությունները։ Ակրավել են 3 սերվերներ եւ 19 կոմպյուտերներ, որոնք ապահովում են BMW-ի, Mini-ի եւ Rolls-Royce-ի աշխատանքները։ Ուրեմն եկել ենք այստեղ, սերվերները վերցրել են նաեւ աշխատակիցների մոբայլները, նաեւ իմ անձնական մոբայլը։ Ունենք հաճախորդներ, որոնք սպասում են իրենց մեքենաները ներսում են, վերանորոգված կամ վերանորոգման փուլում հաճախորդները սպասում են, բողոքում են, որ իրենց մեքենաները չեն վերադարձնում։
Ինչպես նաև ունենք պայեստամասի պատվերներ, պետքա պատվիրենք պայեստամասեր, այդ կապը ամբողջությամբ կտրվել է մեր գործընկերոջ հետ, մեր գրոպի հետ։ Կապը ամբողջությամբ կտրված է այս պահին, էլի։ Բայց մենք ունենք ամենօրյա պարտականություններ, պարտավորություններ։ Ահռելի վնաս է կրել ընկերությունը այս 6 օրերի ընթացքում, ահազանգում է գլխավոր տնօրենը։ Մենք ունենք ահավոր վնաս, ունենք համագարկի լրիվ վերացում, ոչ մեկ connection գապ չունենք դուրսի մեր գործընկերների հետ։ Եվրոմոթորս ընկերության տնօրեն Աբրահամ Տանագյոզյանի խոսքով ընկերությունը քաղաքական հաշվեհարդարի զոհ է ընդամենը։ Վստահեցնում է, գործունեության ամբողջ ընթացքում հարկերը վճարել են բարեխղճորեն, ոչ մի անճշտություն չի հայտնաբերվել անգամ իրավապահների խուզարկությունների ժամանակ։ Մենք ակնկալում ենք, որ կվերանայվի այս որոշումը եւ երկուշաբթի օր արդեն Euromotors-ը սկսի աշխատանքել։ Կամայական որոշումների զոհ է նաև Գագիկ Ծառուկյանը, կարծում է Տանագյոզյանը, ասում է զորակցում են Ծառուկյանին, նրա ընտանիքին եւ ամեն օր լսում աջակցող խոսքեր միջազգային գործընկերներից։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Կապարակնքված Օլիմպիադանի բացումն են պահանջում մարզիկները, որոնցից շատերը պատրաստվում են մրցումների ու հիմա վախով են սպասում դրանց։ Մարզվելու տեղ չունեն, ինչպես են բարձրացնելու հայկական եռագույնը։ Լանա Համբարձումյանն է լսել նրանց բողոքի ձայները։ Կգանք ստեղ էս Օլիմպիադանի մոտ, մուտքի մոտ կփակենք, կնստենք, որ Օլիմպիադանը բացվի։ Բասկետբոլի աշխարհի առաջնությանն են պատրաստվում 14-ամյա Մարին Հասմիկը։ Օլիմպիադանի կապարակնքված դռները փլուզում են նրանց երազանքները։ Հայաստանի դրոշը ինչպես են բարձր պահելու։ Մենք չգիտենք, հետագայում մեր Հայաստանի դրոշը մենք ոնց ենք բարձրացնելու, եթե բոլոր պրոֆեսիոնալ մարզիկները պարապեն Օլիմպիադանում եւ սենց արդյունքների չեն կարող հասնենք եւ մեր դրոշը գետնով ենք տալու։ Պատրիոտի երեխեքով մենք տես մի քանի հոգով որոշում ենք գնում ենք Թումոյի այգի պարապում ենք, բայց դա էլ արդյունք չի տալի, արևը հարվում ենք բանեկան, արդյունք չի տալի այդքան էլ, ինչքան ենք պարապում, երևի մի ժամ, տենց արդյունք չի տալի այդքան էլ շատ։ Պրոֆեսիոնալ սպորտը, պրոֆեսիոնալ դաշտը ունենք, մենք քիչ ենք պարապում, դա հարցը։ Շատ շատերն են հիմա այստեղ կանգնած ու պահանջում են, որ բացեն։ Տխուր է այստեղ։ Իհարկե տխուր է, որովհետև մենք կյանքում չենք տեսել Օլիմպիադանը դատարկ։ Մեզ ասել են ինչ խնդիրներ կա, բայց խնդիրների պատճառը չեն ասել։ Առաջին տեղն է ուզում գրավել Ինամյան Արեկը խառամենամարտերում, MMA-ում։ Տանը մի քանի վարժություն է անում, բայց դրանք իր խոսքով բավարար չեն մրցումների համար։ Եթե համար բան չլինի, մրցումների ոնց եմ մասնակցելու, ամենագլխավոր պատճառն է դա։ Հուլիսի 26-ի մրցումներ են, իսկ հիմա ոչ մի բան չեն կարող անենք։ Ճիշտ է, ընկերերիկը ասում եմ մարզվել, որ ֆիզիկական ակտիվությունը չկորցնեն, բայց դա միայն չի չէ։ Մենք այնտեղ պետք է սպարինգ, գրեպլինգ կպնենք, իսկ որը համարյա նորմալ կպնել չգիտենք։ Երեխեք ինչ եք անելու, տղեկ ինչ եք անելու։ Պարզ էլի, Հայկո ջան, ինչ ես։ Զոր պետք է իշնենք պարապենք ստեղի փոխարեն։ Ինչ ես անելու տղես։ Ոչ մի բան, ուշ նորմալ պարապելու տեղ չկա, հարմարանքներ չկա, որտեղ կարանք պարապենք։ Հրազդանի կիրճում առանց հարմարանքների են մարզվում, վտանգավոր վարժություններ անում MMA-ի պատանի մարզիկները։ Մարզիչ Էրիկ Օհանյանի խոսքով աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ վաղուց են ուղարկել։ Չեն կարող հայտը չեղարկել, ասել, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական բռնաճնշումներով դադարեցրել է Օլիմպիադանի գործունեությունը, զրկելով մարզվելու հնարավորությունից։ Օգոստոսի 15-ին պետք է մեկնենք Աբու Դաբի քաղաք ներկայացնելու աշխարհի մրցումների մասնակիցը, մեկ մասնակիցներ են, որոնք եկել են շիվարած գնում ենք ձորում պարապում ենք, բայց դա չի հագեցնում որպես վաղը դրոշ բարձրացնելու համար։ Հարկադիր պարապուրդի են մատնվել Օլիմպիադանի հարյուրավոր աշխատակիցներ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը ԱԱԾ-ն երկուշաբթի է խուզարկել արտերկրից Հայաստան եկած մարզիկներին դուրս հանել շենքից։ Խայտարակությունը Նիկոլ Փաշինյանը իր սեփական իշխանության համար չի մտածում ոչ երկրի միջազգային հեղինակության մասին, ոչ միայն հազարավոր երեխաների եւ մեծահասակների, ովքեր այցելում են Օլիմպիադան։ Ես այստեղ եկել եմ ոչ թե որպես պատկանել, այլ որպես մեկը, որ գալիս է Օլիմպիադան եւ օգտվում էր լողավազանից։ Երկուշաբթի այս կապարակնքված շենքի մոտ են հավաքվելու աշխարհի առաջնության պատրաստվող MMA-ի պատանի մարզիկները։ Շենքի դիմաց են մարզումներն անցկացնելու, մինչև գործող իշխանությունը գիտակցի, որ իրենք Հայաստանի դրոշը բարձր պահողներն են եւ բացի Օլիմպիադանի դռները։
Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամները հետընտրական մարզային հանդիպումներ են սկսել։ Աշխատանքային այցով դաշինքի անդամները Նարեկ Կարապետյանի հետ Մասիս համայնքի Նիզամի եւ Սիս բնակավայրերում են հանդիպել քաղաքացիներին։ Կադրերում երևում է, որ Նարեկ Կարապետյանը իր նոթատետրում գրառել է մարդկանց թվարկած խնդիրները։ Գյուղացին մեռելա վրել հացով չկա։ Մարդը ապրանքը մշակ է, տանջվ է, այդքան գումարը դրելը, տանում լցում ջուրը գալիս է։ Մթերման խնդիրն է։ Այո, մթերման խնդիրն է։ Դե իրական չկա, ով ինչու այս տարի խնձորա ծախվի, օրինակն եմ ասում։ Համատարած գյուղացին խնձոր անում, տանում լցում ջուրը գալիս է։ Գյուղացին խիպը տիրին գնի գիշերներով քուչեք։ Մեմանդարի շուկա։ Ինչ գործ ունի։ Մե այդ դրա մասին թող մտածի այս կառավարությունը։ Մի հատ գնա տենա ինչ է կատարում։ Ով որ բարիք աստեղծում նրան է բռնում տանում բերքում։ ԵՊՀ ռեկտորը շարունակում է աշխատանքից ազատման ծանուցագրեր ուղարկել իր թրիտակով անցնել չցանկացող դասախոսներին։ Քաղաքագետներ Ալեն Ղևոնդյանից, Խաչիկ Գալստյանից, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուր Սեթրակյանից հետո մինուտ ծանուցագիր էլ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է ստացել։ Նրան առանց դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառման տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու, սեպտեմբերի 1-ից չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Արփի Սուքիասյանն է խոսել Ռուբեն Մելիքյանի հետ։ Ով չի անցնում ԵՊՀ ռեկտորի թրիտակով, չի դառնում իշխանահաճո, ազատվում է աշխատանքից։ Ասում են հասարակական քաղաքական գործիչները նկատի ունենալով նաև Ռուբեն Մելիքյանի հետ կատարվածը։ Աբսուրդային է։ Մի քանի օր առաջ Մելիքյանին տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու։ Սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Տեղեկացրել են թղթով առանց տետատետ բացատրության 23 տարվա աշխատանքային վաստակը զրոյացնելու փորձով։ Առաջին պատճառները չեն ներկայացել, բայց դա հələ մի կողմ։ Խնդիրն այն է, որ նաև չեն մտածել նախապես դրա մասին, թե ինչպես են ուսումնական process-ի բնականոն ընթացքը պահելու։ Եվ ես իսկապես ինձ շատ հետաքրքիր է լինելու, թե ովքեր են լինելու փոխարինողները։ Ով է դասավանդելու, եթե դասընթացը մշակել, տեղայնացրել ու ԵՊՀ-ին բերել Մելիքյանն ու ընկերը։ Իրավաբանական գրագիտության տեսականը գործնականի վերածելու, գիտելիքը միտք դարձնելու, ճիշտ ձևակերպելու, իրավաբանական վերլուծություններ գրելու մասին է Մելիքյանի ու ընկերոջ դասընթացը։ Մեր իսկ ադապտացված հայկական պայմաններում, որը ըստ էության կարող են դասավանդել միայն ես եւ իմ գործընկերը։ Հիմա իմ համար շատ հետաքրքիր է, թե իմ ժամերը ում են առաջարկելու։ Վստահ եմ ոչ իմ գործընկերոջը։ Սա այն դեպքն է, երբ խախտվում են իրավապաշտպան դասախոսի իրավունքները, իսկ նա վստահ է, ԵՊՀ ռեկտորի որոշումը պայմանավորված է հենց իր իրավապաշտպանական գործունեությամբ, հանրային ակտիվությամբ։ Դասավանդման 23 տարիներին որևէ անգամ նկատողություն չի ստացել։ Հատուկ ժամանակ այնպես է ընտրված, որ ուսանողներ չլինեն, նրանք միմյանց գլուխ հավաքվելու հնարավորություն չունենան։ Արձակուրդներին աղմուկը մեծ չի լինում, հենց դրա համար էլ ԵՊՀ ռեկտորատը այս շրջանում է ծանուցագրեր ուղարկում, նկատում են ընդդիմադիրները Մելիքյանից առաջ դասախոս քաղաքագետներ Ալեն Ղևոնդյանին, Խաչիկ Գալստյանին են ծանուցել, որ աշխատանքային պայմանագրերը ԵՊՀ-ի հետ չեն երկարաձգվում։ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեթրակյանին էլ ասել են, ամբիոնը լուծարվում է եւ ուրեմն էլ ամբիոնի վարիչ չէ։ Մի տարի հետո այդ ամբիոնը կվերաբացվի կուսակցական պարադիգմային հաջող մի մարդու գլխավորության տակ։ Նաև Սեթրակյանը, Գալստյանն ու Ղևոնդյանն են վստահ, ԵՊՀ-ում իրենց մերժում են Փաշինյանը հաջող հայացքներ չունենալու համար։ Հենց դրա համար էլ ծանուցագրերում չկա պատշաճ բացատրություն աշխատանքային հարաբերությունները չեղարկելու մասին։ Եղիշե Կիրակոսյանի վարչապետի մոտ աշխատող եւ եւս մի քանի անձանց կողմից արտահերթ կարգով այդ անձը նշանակվեց որպես ԵՊՀ ռեկտոր։ Օր չկա ԵՊՀ ռեկտոր Հովանես Հովանեսյանը քննադատության չընթարկվի կրթօջախում քաղաքական պատվերներ կատարելու համար։ Այսպես ասած մերժված դասախոսներից Հովանեսյանին դատարաններում հաղթողներ կան արդեն։ Դատարանը բավարարել է Մենուա Սողոմոնյանի հայցը եւ անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի Մենուա Սողոմոնյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը։ Դատարանը նաև Սահակ Մանուկյանի հայցն է բավարարել, անվավեր ճանաչելով ԵՊՀ ռեկտորի որոշումը, ըստ որի նա հեռացվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի իր պաշտոնից։
Սահակ Մանուկյանի այսպես ասած մեղքը վիրավորանքի եւ զրպարտության տարբերությունը կոնկրետ օրինակով բացատրելու փորձն էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը, որ Մանուկյանի ուսանողներից էր, լուսանկարել էր Մանուկյանի գրատախտակին գրածը։ Լուսանկարը հասել էր ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի ոչ պատշաճ վարքագիծ, դարձել որոշում։ Նա պետք է հեռանա։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զրպարտություն է անվանել լուրերը, թե իրենից չափազանց դժգոհ է Նիկոլ Փաշինյանը, որովհետև իբրև քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի պետ, ինքը իրականությունից կտրված տեղեկություններ է տվել վարչապետին։ Լրատվամիջոցները գրել էին, թե Արայիկ Հարությունյանը ընտրություններից հետո քաղաքական պատճառներով չի վերանշանակվելու իր պաշտոնում, թե նա սեփական նախաձեռնությամբ կապեր է հաստատել ԱՄՆ-ում գտնվող հայ քրեական հեղինակությունների հետ եւ կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ շտաբային թերացումները չի ներել նրան Փաշինյանը։ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դատի տալ այդ լուրեր տարածած լրատվամիջոցներին, նա Facebook-ում գրել է մեջբերը։ Ներկայում փաստաբանները աշխատում են բոլոր այդ հայցերի վրա, հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար։ Հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել, մեջբերման ավարտը։ Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչ ոք չհավատաց, հայտնի ասացվածքն են հիշեցնում քաղաքացիները, որ հիմնավորեն ինչու չեն ցանկանում հավատալ Փաշինյանի երթումներին, թե մեր ձայնայինները, հաղորդագրությունները պաշտպանված են։ Փաշինյանը փորձելով հավատացնել, թե հեռախոսների, իմեյի կոդերի համակարգի նպատակը քաղաքացու նկատմամբ պետության տոտալ վերահսկողությունը չէ, կառավարության նիստում երդվել էր, որ իրենց մեր ձայնայինները, հաղորդագրությունները պետք չեն։ Չնայած ապրիլի վերջին էր այդ ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել, մեջբերեմ, անկախ նրանից կխոսեք փակ կապով, բաց կապով, տելեգրամով, WhatsApp-ով, Instagram-ով, սիգնալով, զանգիով, Viber-ով, թե այլ հավելվածով, բոլոր դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու։ Որքան էլ երդվի Փաշինյանը, շատ քաղաքացիներ չեն հավատում նրան, որ կառավարությունը ազնիվ նպատակներով է ուզում ներդնել հեռախոսների իմեյլ կոդերի եւ մարդկանց անձնական տվյալների համակարգը։ Որս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք, պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք։ Ժողովրդավարություն են քարոզում, բայց մարդկանց անձնական տվյալներն են վերահսկում, բարկանում են քաղաքացիները։ Զուտ մարդկանց անձնական տվյալներն է չի կարելի համայնացնել։ Ինչ կապ ունի ինքը ժողովրդին անձնական կյանքի մեջ։ Բայց լավ բան դուք տեսնում եք, ես ցեզ հարցնեմ մեկ հատ, այս կառավարության աշխատանքի մեջ լավ բան մգա։ Հետո ազատության բաստիոն են ասում, ինչ են ասում, չկա դեր ազատություն։ Ես շատ դեմ եմ դրան ու կարծում եմ, որ ամբողջ ժողովուրդը պետք է դեմ լինի դրան։ Քաղաքացիները նկատում են, ինչ իմաստ ունի նոր համակարգը, եթե իրավապահ մարմիններն ու ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտության դեպքում կարող են ձեռք բերել ցանկացած մարդու տվյալները։ Հանրության միակ մտավախությունը անձնական տվյալների վերահսկողությունը չէ միայն, այլև այն, որ այդ բազաները կարող են հայտնվել ոչ հուսալի ձեռքերում, արտահոսել կամ վաճառվել այլ պետությունների ու մասնավոր կազմակերպությունների։ Արդյոք սա կարող է վաճառվել երրորդ անձի կամ օգտագործվել այլ կերպ, այսինքն տվյալների անձեռնմխելիության իրավունք այստեղ ոչ միայն վաճառելն է տվյալ երրորդ կողմին, պարտադիր չի, որ վաճառքի միջոցով իրականացվի, այլև կարող են այլ զարտուղի ճանապարհներով հասանելի դառնալ որևէ անձի, որևէ կազմակերպության։ Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես ունի այս մտահոգությունը։ Նա համոզված է, որ տվյալների հնարավոր արտահոսքի դեպքում պետական օղակներից ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրելու։ Նման նախադեպ դեռ չի եղել։ Բազմիցս տեսել ենք դեպքեր, երբ որ արտահոսներ են եղել, այդ պետական կառույցներից են լինում, բայց երբեք չենք տեսել դեպք, երբ որ առաջինը դա ընդունվի, երկրորդ ինչ-որ մեկը դրա դիմաց պատժվի օրինակ։ Այնպես որ մտահոգություն կա այդ տվյալների նաև պահպանման եւ օգտագործման տեսանկյունից։ Փորձագետը հիշեցնում է վերջին աղմկահարույց միջադեպերից մեկը, երբ համացանցում հայտնվեցին օդանավակայանի անվտանգության տեսախցիկների կադրերը, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր մեկնել երկրից։ Այս արտահոսքի համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Օրինակ ինձ համար շատ տարօրինակ էր, երբ որ ԱԱՑ-ն հրապարակեց Քոչարյանի տեսանյութը օդանավակայանից։
այն սահմանապահների մտնականանում։ Եվ պարզաբանումը երբ ուզում, ինչ ուզում հրապարակում ենք, դա համատացեք օրինակ պարզաբանում է երկրում, որը ուզում է դառնալ ժողովրդավարական։ Մինչ իշխանությունները պնդում են, որ email կոդերի հավաքումն անհրաժեշտ է մաքսանենգության դեմ պայքարի եւ շուկայի կարգավորման համար, փորձագետները պնդում են, հնարավոր չէ այն իրագործել առանց կիբերանվտանգության հստակ երաշխիքների եւ պատժիչ մեխանիզմների։ Եվ քանի որ դրանք չկան, նախագիծը քաղաքացիների աչքերում երևում է ոչ թե բարեփոխում, այլ ուղղակի վերահսկողության հերթական գործիք։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Մինչև թողարկման երկրորդ մասին անցնելը նաև Տավուշի ողբերգության մասին Գետահովիտ գյուղի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին են դուրս բերել։ Ըստ նախնական տեղեկությունների նա անզգուշաբար ընկել է եւ գլուխը հրվածել քարերին։ 19-ամյա Էրիկի մարմինը ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա են գտել եւ հանել ջրից։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով մարմինը հանել են քաղաքացիները մինչև փրկարարների ժամանումը։ Ըստ նրա տեղեկության ջրահեղ Ցեղաստղան պաշտպանության նախարարության պաշտպան Հայրենյաց ծրագրով էր պայմանագրային զինծառայող դարձել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ինչպես օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրն, այնպես էլ ուզում ենք օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Փորձագետներն ահազանգում են Տիկին Ուրսուլան չի ստում։ Իրոք Եվրոպան Հայաստանին օգնելու է բազմազանեցնել իր էներգամատակարարումները ճիշտ այնպես, ինչպես օգնել է առևտուրը բազմազանեցնել։ Եվրապաշտոնյաներին հասած 6-7 հատիկ ծիրանն ու Հայաստանում բեռնատարների թափքերում փչացող տոննաներով միրգը վկա։ Դա շատ վատ փորձ է։ Կկարողանա վերավաճառել Թուրքիան 2017-ին Ռուսաստանից գնաց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Սկանդալային գնումը ժամանակին սեպ էր դարձել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում։ Թրամփի հետ վերջին բանակցությունից հետո Էրդողանը մտադիր է ազատվել ռուսական զենքից, բայց դա կարող է նրա վրա շատ թանկ նստել։ Հիմա պատկերացեք, ռուսները դեմ են։ Թուրքիան չի կարող վաճառել։ Թեհրանը հերքում է Թրամփի հայտարարությունը, թե Իրանը խնդրել է վերսկսել երկխոսությունը։ Թեհրանի փողոցներում պարզ մարդիկ իշխանություններից հատուցում են պահանջում։ Մենք պահանջում ենք արդարություն մեր առաջնորդի համար եւ թույլ չենք տա, որ նրա արյունը մնա անպատիժ։ Եվ այսպես փորձագետները ահազանգում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի ստում, երբ հայտարարում է, որ Եվրոպան Հայաստանին օգնելու է բազմազանեցնել իր էներգամատակարարումները ճիշտ այնպես, ինչպես օգնել է առևտուրը բազմազանեցնել։ Եվրապաշտոնյաներին հասած 6-7 հատիկ ծիրանն ու Հայաստանում բեռնատարների թափքերում փչացող տոննաներով միրգը վկա, ոչ մի լավ բան չի սպասում մեր էներգետիկային։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին խոսելիս Տիկին Ուրսուլան Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձն է հիշել։ Ինչ փորձ է դա, փորձել է պարզել Լիլիթ Սարգսյանը։ Որն է Մոլդովայում ու Ուկրաինայում Եվրամիության էներգետիկ փորձը, որ Բրյուսելը ուզում է կիրառել նաև Հայաստանում։ Դա շատ վատ փորձ է։ Դա շատ ծանր է անդրադարձել թե Մոլդովայի, թե Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն էր խոսել անցած շաբաթ Երևանում։ Վստահեցրել էր, թե իրենք կարող են օգնել Հայաստանին, հիմնվելով Ուկրաինայի ու Մոլդովայի փորձի վրա։ Ինչպես օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրն, այնպես էլ ուզում ենք օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Մենք հարուստ փորձ ունենք այս իրավիճակներում Մոլդովայում ու Ուկրաինայում։ Մենք ինքներս Եվրամիությունում բախվել ենք այդ իրավիճակին։ Էներգետիկ փորձագետի պնդմամբ Մոլդովան ու Ուկրաինան ռուսական գազից ու էլեկտրաէներգիայից զրկվելով ստիպված են եղել 3 անգամ թանկ վճարել։ Հետևաբար նույն ճակատագիրը, թե ասված չանի եվրոպական փորձը կիրառվի կամ Մոլդովա-ուկրաինական, ապա այդ եռակի թանկացումը սպասում է նաև մեզ։ Եվրապաշտոնյան Երևանում ըստ էության ակնարկել էր նաև, որ հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար Բրյուսելը պատրաստ է օգնել Հայաստանին։ Հավանաբար նկատի է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին քաջ ծանոթ ենք։ Էներգետիկ փորձագետին շատ ծանոթ է այս սցենարը։ Հիշեցնում է 10-15 տարի առաջ Բրյուսելը նույն խոստումներն էր տալիս Թբիլիսիին։
Այդ նույն բանը իրանք բառացիորեն մի 10-15 տարի առաջ ասում էին Վրաստանին, մեր հարևը։ Ասում են ու տալիս էին, որոշ չափով գումարներ տալիս էին, քանի որ իրանց թեթև ձեռքով Ռուսաստանը մոտապես 2 անգամ բարձրացրեց գազի գինը։ Ռուսական գազի այլընտրանքը Հայաստանի համար ադրբեջանականն է։ Էներգետիկ փորձագետը միֆ է համարում պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանին կարող է գազ վաճառել։ Էլա կեղծիք ու սուտ։ Ադրբեջանը իր գազը հիմնականում վաճառում է Թուրքիային ու Եվրոպային բարձր գներով։ Նրան ձեռնտու չէ փորձագետի համոզմամբ տարածաշրջանում գազ վաճառել արտոնյալ ցածր գնով, ինչպես օրինակ Վրաստանին է վաճառում։ Եվրոպա շուկայական բարձր գնով, Թուրքիա Վրաստանից ավելի թանկ է արտահանում գազը Ադրբեջանը։ Իրանք ամեն տարի ավելացում են գազի պահանջարկը, իրանք ավելի թանկ են վճարում։ Բարձրանում Ադրբեջանին ձեռնատու է Թուրքիային եւ առավելից Եվրամիությանը կրկնակի թանկ ծախել, քան ասենք թե Վրաստանին վաճառել համատաբար էժան գներով։ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանք գտնելու եվրոպական խոստումների ֆոնին Հայաստանի հանրության ականջին մեկ այլ այլընտրանքի մասին են անհավանական լուրեր կաթեցրել, թե Նիդերլանդները պատրաստ է հեղուկ գազ մատակարարել Հայաստանին։ Բայց ինչպես, եթե Նիդերլանդներն ինքը Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող 4-րդ երկիրն է։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Անցնենք առաջ, կկարողանա վերավաճառել Թուրքիան 2017-ին Ռուսաստանից գնաց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Սկանդալային գնումը ժամանակին սեպ էր դարձել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում։ Թրամփի հետ վերջին բանակցություններից հետո Էրդողանը մտադիր է ազատվել ռուսական զենքից, բայց դա կարող է նրա վրա շատ թանկ նստել, թե ինչու Էդգար Ղուշչյանը կպատմի։ Վերավաճառել է արդյոք Թուրքիան 2017-ին Ռուսաստանից գնաց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց ձեռք բերել է սեպ էր խրել Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, էմբարգո էր սահմանել Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ։ Ուրբաթ թուրքական իշխանամետ Հյուրի Յեթթերն էր գրել, որ ռուսական S-400-ները վաճառվել են ծոցի երկրներից մեկին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Քաթարին։ Սակայն պաշտոնական Անկարան դեռ չի հաստատել այս տեղեկությունը։ Ռազմական փորձագետները համոզված են, Անկարան ռուսական հոբ համակարգերից ուզում է ազատվել, որպեսզի Միացյալ Նահանգները հանի պատժամիջոցները, վաճառի Թուրքիայի Բաղձալի F-35 կործանիչները։ Ինչ են ուզում ազատվել, ամենայն հավանականությամբ օդուժի բարելավման խնդիր կա։ Այդ բարելավումը, ասենք, ուղղված է իմ կարծիքով գոնե առնվազն երկու պետության դեմ, կամ փորձում են չեզոքացնել այդ երկու պետությունից Թուրքիային սպասվելիք մարտահրավերները, խոսքս Իսրայելի եւ Հունաստանի մասին է։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ իրենց վերջապես կհաջողվի իրականացնել F-35-երի ծրագիրը։ F-35 Ինչ վերաբերում է F-35-ին, պարոն Թրամփն իրականում դրական մոտեցում ունի Թուրքիայի նկատմամբ։ Aslında Türkiye'ye yönelik Հուսով ենք, որ երբ տեղի ունենա F-35-երի մատակարարումը Թուրքիային, ամբողջ աշխարհը կասի, որ Ամերիկան պահեց իր խոստումը։ S-400-ները վաճառելու թույլտվության համար Անկարան դիմել է Մոսկվային։ Կրեմլի խոսնակը լրագրողի այս հարցին ուղիղ չի պատասխանել։ Могу сказать одно, что эта тема относится к области. Մեկ բան կարող եմ ասել, որ այս հարցը վերաբերում է գերզգայուն ոլորտի։ У нас были контакты с Турцией. Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ եւ շարունակելու ենք դրանք։ 3 տիպի ինքնաթիռներ կան F-35-ի։ Ռազմական փորձագետի խոսքով առանց Ռուսաստանի թույլտվության զենիթը հրթիռային համակարգերը Թուրքիան չի կարող երրորդ երկրի վաճառել։ Եթե հիմա նայենք մոտ 10 տարվա կտրվածքով, փաստորեն S-400-ները թուրքական կողմի համար ծուղակ հանդիսացան։ Հիմա պատկերացեք ռուսները դեմ են։ Թուրքիան չի կարող վաճառել։ Թուրքիան չի վաճառում F-35 չունի։ F-35 չունի, Su-57-երի հետ մրցակից կործանիչ չունի։ Հայկ Նահապետյանը նկատում է, եթե Թուրքիան ի վերջո որոշի հանուն 5-րդ սերնդի F-35 կործանիչների խախտել Ռուսաստանի հետ պայմանագիրը ու առանց թույլտվության վաճառել S-400-ները, ապա Դաշնությունը կարող է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ միջազգային ատյաններ, հայցեր ներկայացնել։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։
Թեհրանը հերքում է Թրամփի հայտարարությունը, թե Իրանը խնդրել է վերսկսել երկխոսությունը։ Թեհրանի փողոցներում պարզ մարդիկ իշխանություններից հատուցում են պահանջում, իսկ գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով երդվել է լուծել երկու պատերազմում զոհված բոլոր նահատակների արյան վրեժը։ Ծովինար Բարխուդարյանն է հետևում զարգացումներին։ Ով է վերահսկելու Հորմուզի նեղուցը, աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը կրկին միջազգային դիմակայության առանցքում է։ Օմանը եւ Իրանը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը ապահովելու նեղուցի անվտանգությունն ու միջազգային նավարկության անխափան աշխատանքը։ Մասկատում համաձայնեցված փաստաթղթում ընդգծվում է նաև, որ Հորմուզի վերաբերյալ ցանկացած հետագա համաձայնություն պետք է հարգի երկու ափամերձ պետությունների իրավունքները։ Փաստաթուղթը համաձայնեցվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Մասկատ կատարած այցի ընթացքում։ Բանակցություններին նախորդել էին Վաշինգտոնի հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին։ Միացյալ Նահանգները հայտարարել էր, թե այդպես պատասխանում է առևտրային նավերի վրա Թեհրանի հարձակումներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի Միացյալ Նահանգների հետ առնչվող ռազմական օբյեկտներին։ Շարունակվում է դիվանագիտական դիմակայությունը։ Թեհրանը հերքում է Թրամփի հայտարարությունը, թե Իրանը խնդրել է վերսկսել երկխոսությունը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Թեհրանը երբևէ չի դիմել Վաշինգտոնին բանակցությունները շարունակելու առաջարկով, բայց չի էլ մերժել տարածաշրջանային միջնորդներից մեկի Իրան այցելելու առաջարկը։ Ամենասկզբից մենք հայտարարել ենք, որ հավատարիմ ենք պարտավորություն պարտավորության դիմաց սկզբունքին։ Եթե հակառակ կողմը խախտում է իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունք է ստանում։ Այս մոտեցումը կպահպանվի նաև հետագայում։ Թեհրանը հերքել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հնչած մեղադրանքները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը երբեք նպատակ չի ունեցել ստեղծել զանգվածային ոչնչացման զենք եւ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։ Մեր միջուկային ծրագիրն իրականացվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրած պետությունները, այլ ոչ թե մեղադրանքներ ներկայացվեն զոհ դարձած կողմին։ Թեհրանի փողոցներում պարզ մարդիկ իշխանություններից հատուցում են պահանջում։ Իրանցիները չեն վստահում ամերիկացիների խոստումներին։ Միացյալ Նահանգներին ոչ մի դեպքում թույլ չի տրվի միջամտել Հորմուզի նեղուցի գործերին։ Ես կոչ եմ անում աշխարհի ժողովուրդներին դիմակայել Ամերիկային եւ Իսրայելին։ Մենք պահանջում ենք արդարություն մեր առաջնորդի համար եւ թույլ չենք տա, որ նրա արյունը մնա անպատիժ։ Կմարի արդյոք վրեժի պահանջը դեռևս պարզ չէ։ Թեհրանից հնչող հայտարարությունները թե փողոցից, թե բարձր ամբիոններից ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ցանկացած մարտահրավերի։ Ծովինար Բարխուդարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Իրան-Միացյալ Նահանգները ստեղության տապալված բանակցությունների մասին կզրուցենք Հայլուրի վերլուծաբան Իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Սաթենիկ, բարի երեկո։ Հակամարտության կողմերը ինչ է վերադառնում են նորից ռազմական գործողություններին։ Ըստ իս Լարա, հակամարտող կողմերը որդեգրել են պատերազմ, բանակցություններ, պատերազմ, ռազմավարություն, այսինքն fight talks սկզբունքը։ Այլ կարծիք չունեմ այս մասին, սակայն հնարավոր է, որ բանակցությունները ժամանակ շահելու միջոց էին։ Այդպիսի կարծիք ունեն Իրանում նախկին պաշտոնյաներ, ինչպես օրինակ Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեր Մոթակին կարծում է, որ Իսլամաբադի բանակցությունները Միացյալ Նահանգների կողմից խաբեության պլան էին, այսինքն ընդհանրապես ժամանակ շահելու միջոց։ Ըստ քեզ Թրամփը ուզում է գնալ ցամաքային գործողությունների, ենթադրելով, որ օդային մարտերը այդչափ արդյունավետ չեն։ Չի բացառվում, բայց վստահ եմ, որ Իրանում նախապատրաստվում են ցանկացած սցենարի, հաշվի առնելով Թրամփի կտրուկ եւ անկանխատեսելի գործողությունները, հատկապես հուլիսի 9-ին Աղղալայի երկաթգծի կամրջի վրա վերջին հարձակումը Միացյալ Նահանգների կողմից, որը կարևոր նշանակություն ուներ Իրանի համար Թուրքմենստանի ճանապարհով դեպի Ռուսաստան եւ Չինաստան, Իրանին ել ավելի զգոն պիտի դարձնի նման գործողությունների համար։ Ի վերջո այն ծովային շրջափակումից խուսափելու կարևորագույն ճանապարհներից մեկն էր։
Իսկ եթե ծովային շրջափակում լինի եւ դրան ավելանա ցամաքայինը, այս պարագայում ավելի փաստորեն լայնածավալ շրջափակման մեջ կհայտնվի։ Այո, եւ Իրանի համար ծովային շրջափակումից բացի ցամաքային շրջափակումը ել ավելի ծանր հետևանքներ կունենա։ Սաթենիկ, իսկ ցամաքային ճանապարհով հարձակման դեպքում ինչ պատասխան հակահարված կարող է տալ Իրանը ենթադրյալ։ Հակված եմ մտածել, որ այս անգամ Եմենի հութիները կփակեն Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Կա կարծիք, որ Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի տարածման մասին պայմանագրից կամ ընդհանրապես փոփոխել միջուկային դոկտրինը։ Իդեպ ուզում եմ ավելացնել, որ Էրբիլում տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի եռակողմ տնտեսական գագաթնաժողովը, որը թեպետ հայտարարվել է, որ տնտեսական գագաթնաժողով է, սակայն Իրանում հակված են մտածել, որ Էրբիլում կարող է ձևավորվել հակաիրանական նոր բլոկ։ Թեպետ սա պատասխանի մաս չէր, բայց կարևոր էր կարծում եմ նշել, անդրադառնալ սրան։ Շնորհակալ եմ, Սաթենիկ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերտյանը, իսկ մենք շարունակենք։ Ծանր է մնում իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում, Կիևը կրկին ռուսական զինուժի հարձակման է ենթարկվել։ Ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի գիշերային հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 1 երեխա կա։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը հարվածել է բալիստիկ կառավարվող հակառադարային հրթիռներով եւ գրոհային անօթաչուներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ ռուսական զինուժը բարձր ճշգրտության զենքով համակցված հարվածներ է հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Հարձակման են ենթարկվել նաեւ նավահանգիստային ենթակառուցվածքներ Օդեսայում, Չեռնոմորսկում եւ Իզմայելում։ Տագանրոգի ծոցում նավերի վրա ուկրաինական անօթաչուների հարվածների հետևանքով նավաստի է զոհվել։ Նավերից մեկը մեթանոլ տեղափոխող տանկեր է եղել։ Արտահոսքի սպառնալիք չկա։ Մոսկվան հայտնել է Սումիի մարզում եւս 1 բնակավայր իր վերահսկողության տակ վերցնելու մասին։ Եվ վերջում օրվա կադրը Չինաստանից սարսափելի ջրհեղեղի հետևանքով վնասվել է թունավոր օձերի ֆերման, 900 օձ հայտնվել է ջրում, նրանցից մի քանիսը խայթել են բնակիչներին, կան հոսպիտալացվածներ։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։